Ага, все, сağ amalı. Klasik hapı. Korkusuz öpücük. Terus asıl pozisyonda mı? Terasa göre bazı.
Yes. TV, right here. TV. Right here. Let us know when you're set, okay? Anna. Wait for TV to be ready here. You good? This guy's not Hey, cheers. Hey, it's right. With the Prime Minister. This is a White House staff member. Can she plug in? Do it better. Alright, can you hold this? Yeah. So here's interpretation. Interpretation. So you have the 3.5. Yeah. Do this one. Some conga. It's like on just with Ready? Great. Հարգելի պարոն փոխնախագահ, ողջունում եմ ձեզ եւ ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Ձեր այցը իրավի պատմական է, որովհետեւ դուք Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն եք եւ Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով երբևէ այցելում է Հայաստանի Հանրապետություն եւ սա կարծում եմ, որ ոչ միայն արարողակարգային նրբություն է, այլև արտահայտում է այն
զարգացումները, որ վերջին տարիներին եւ հատկապես վերջին 1 տարվա ընթացքում տեղի են ունենում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերություններում եւ ես ուզում եմ այսօր առիթ ունեցա արդեն ձեզ ասել ընդգծել 1 տարի առաջ Սպիտակ տանը ձեզ հետ ունեցած իմ հանդիպումը, որը ինչպես հետագա պիտի ցույց տար շատ էական նշանակություն ունեցավ հետագա զարգացումների համար եւ ես ուզում եմ իմ շնորհակալությունը արտահայտել Միացյալ Նահանգների նախագահ պարոն Տրամպին եւ ձեզ նախորդ տարի օգոստոսին գագաթաժողով կազմակերպելու, որի արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատվեց խաղաղություն եւ մեր տպավորությունը այն է եւ ես առիթ ունեցա արդեն տեսելու օրեր առաջ մենք հանդիպում ունեցանք Ադրբեջանի նախագահի հետ Աբու Դաբիում մեր տպավորությունն այն է որ այդ խաղաղությունը ինչպես կարելի ասել արդեն շատ մոտ ենք այն կետին, եթե արդեն չենք հատել այդ կետը, որը կարող ենք համարել անշրջելի։ Հիմա մեր հիմնական խնդիրն է խաղաղության գործընթացի եւ Վաշինգտոնի հռչակագրի կարևորագույն կետերից մեկը TRIP նախագիծը իրականացնել համաձայն այն շրջանակի, որը Հայաստանի արտաքին գործերի նախարարը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարը հունվարի 14-ին ընդունեցին, այսինքն 2 կառավարությունների միջև ընդունվեց եւ մեր օրակարգը շատ հարուստ է եւ կրկին ողջունում եմ ձեզ, բարով եկեք Հայաստանի Հանրապետություն եւ այսօր իհարկե մենք քննարկելու շատ բան ունենք եւ շատ կարեւոր է որ այդ քննարկումները իրենք ամբողջությամբ դրական օրակարգ են եւ այս դրական օրակարգը ամբողջությամբ արտահայտում է մեր հարաբերությունների ռազմավարական գործընկերության ընդգրկումը եւ իմաստը։ Շնորհակալ եմ շատ։ Ժամանակացինք այնպես որ թիմերը կարիք չունեն աշխատելու։ Փոխանցում եմ մեր նախագահի ողջույնը ձեր ազգին, ձեր երկրին։ Վարչապետ Փաշինյանը իրոք եղել է գործընկեր եւ շատ շնորհակալություն ենք անձնական ընկերության եւ համագործակցության գործընկերության համար շատ քննարկելու մեր հաջորդ իրադարձությանը, որ հեսա շուտով պետք է ունենանք, հայտարարությունները կանենք, այնպես որ չկրկնօրինակնեմ ասեմ, որ սա շատ հիասքանչի երկիր է, շատ շնորհակալ եմ անձնական հյուրընկալության, ոչ միայն ինձ, այլ նաև իմ ընտանիքի, սա աշխարհի հնագույն քրիստոնյա ազգերից մեկն է, եւ ես շատ շնորհակալ եմ եւ ձեզ եւ ձեր վարչակազմին, եւ ես իրոք հավատացած եմ, որ դուք հնարավորություն ունեք ոչ միայն պատմական կայուն խաղաղություն անվերադարձ հաստատել, բայց հիմա մի կետում ենք, որ Հայաստանը ծառայի որպես մի այս տարածաշրջանում տնտեսական զարգացման մի շատ լուրջ հենակետ, որը որ կբերի նաև եւ Հայաստանի ժողովրդի համար բարգավաճում, ինչը որ նաև կփոխանցվի ԱՄՆ ժողովրդի վրա։ Լավ, եկեք անցնենք առաջ, ինչպես ասեցի, ես շատ ուրախ եմ, ինձ համար պատիվ է առաջին փոխնախագահան լինելու, որ Հայաստան ժամանեց եւ ես հուսամ մեր Now, once that is completely stood up, it'll pave the way for American and Armenian companies to strike deals on civil nuclear projects. That means up to $5 billion in initial U.S. exports, plus an additional $4 billion in long-term support through fuel and maintenance contracts. This is the classic win-win for both. Կարծում եմ այս համատեքստում մեծ կարևորություն ունի նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ընթացող երկխոսության իր տրամաբանական հանգրվանին հասնելը, այդ թվում Գյումրի-Կարս երկաթուղու բացումը։ Համատեղ արձանագրել ենք նաև երկկողմ հարաբերություններում ունեցած նշանակալի ձեռքբերումները, այդ թվում արհեստական բանականության և նորարարական տեխնոլոգիաների Գոհունակությամբ եմ նշում, որ օգոստոսի 8-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կիսահաղորդիչների և արհեստական բանականությունների ոլորտում կնքած ուշագրի շնորհիվ կյանքի կկոչվի Firewall ընկերության կողմից
գերիների հարցին անդրադարձ եղել է։ Ոնց եք պատկերացնում առանց դրա։ Պարոն Փաշինյան, գերիների հարցին անդրադարձել եք։